2010 թվականին մեկնարկեցին Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք աննախադեպ հնարավորություններ էին խոստանում Հայաստանի համար։ Անցած 3 տարիների ընթացքում թե Եվրամիության եւ թե Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները կասկածի տեղ չէին թողնում, որ Հայաստանը ստորագրելու է ասոցացման համաձայնագիրը։ Ընդ որում այդ հայտարարությունները հնչում էին ընդհուպ մինչև այս ամառ, երբ հուլիսին Եվրամիությունը ազդար արեց ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը եւ համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների բարեհաջող ավարտի մասին։ Թվում էր, թե իսկապես ամեն ինչ բարեհաջող է ընթանում։ Եվրամիությունը գոհ էր Հայաստանի առաջընթացից, Հայաստանի իշխանություններն էլ պարբերաբար մատնանշում էին համաձայնագիրը նախաստորագրելու եւ բարեփոխումներ իրականացնելու իրենց քաղաքական կամքի ու հաստատակամ մտադրության մասին։ Մասնավորապես հուլիսին Հայաստան ժամանած Եվրամիության հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն վստահորեն հայտարարում էր՝ նոյեմբերին ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի։ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին պարբերաբար խոսում էր նաև Հայաստանի նախագահը։ Այս տարվա մայիսին Բրյուսելում, ապա Լեհաստանում Սերժ Սարգսյանը հայտարարում էր Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի տնտեսության համար։ Այս համատեքստում տեղին է անդրադառնալ Եվրամիության հետ կնքվելիք ասոցացման համաձայնագրին եւ դրա մաս կազմող խոր եւ համապարփակ ազատ առևտրի պայմանագրին։ Այն որակապես նոր եւ առավել ընդգրկուն հիմքերի վրա կդնի Եվրամիության անդամ պետությունների, այդ թվում նաեւ Լեհաստանի հետ մեր երկրի համագործակցությունը։ Այս տարվա մարտին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նույնպես Սերժ Սարգսյանը կասկածի տեղ չէր թողնում, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Հայաստանին նոր հեռանկարներ խոստացող համաձայնագիրը։ Խորը ազատ եւ համապարփակ առևտրի պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք եւ տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք եւ ստորագրենք։ Հայաստանը բարեհաջող ավարտեց բանակցությունները եւ երբ թվում էր, որ գրեթե ոչինչ չի խանգարում փաստաթղթի ստորագրմանը, սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը անսպասելիորեն հայտարարեց՝ Հայաստանը մտնում է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն։ Я подтвердил желание Армении вступить в таможенный союз и включиться в процесс формирования Евразийского экономического союза։ Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշումը կարելի է ասել սառը ցնցուղ էր Եվրամիության համար։ Հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն չթաքցրեց, որ իրենք, ինչպես եւ հայ հասարակությունը, շոկի մեջ են։ Այսպես ասեմ, մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները։ Չնայած Հայաստանի իշխանությունները պնդում էին, թե Մաքսային միություն մտնելու որոշումը կայացվել է հաշվի առնելով Հայաստանի անվտանգությունն ու շահերը, եվրոպացի պաշտոնյաները բացահայտ հայտարարում էին՝ Հայաստանը լուրջ ճնշումների է ենթարկվել Մոսկվայի կողմից։ Գիտեք, ճնշումների մասին խոսելն ավելորդ է։ Ես ձեզ անկեղծորեն ասում եմ, որևէ պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին։ Մենք ենք այդ ցանկությունը հայտնել։ Հիշեցնենք, Եվրամիությունը բազմիցս հայտարարել էր, եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, ապա կորցնելու է արտաքին առևտրի ոլորտում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը եւ հետեւաբար հնարավորություն չի ունենալու Եվրամիության հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը։ Այսպիսով Հայաստանը հրաժարվեց 3 տարի բանակցված եւ լայն հեռանկարներ խոստացող ասոցացման համաձայնագրից եւ նախընտրեց մտնել Կրեմլի նախաձեռնած Մաքսային միություն, որի շուրջ բանակցություններ չէին վարվել, ավելին վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի անդամակցությունը այդ միությանը համարել էր ոչ շահավետ ընդհանուր սահման չունենալու պատճառով։ Ստացվեց, որ Եվրամիության կամ սկզբունքը մերժելով Հայաստանի իշխանությունները նախընտրեցին Մաքսային միությունը եւ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունը։ Եվ մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե կամ-կամի, այլ եւ-եւի սկզբունքի վրա։ Իդեպ, ասոցացման համաձայնագրի շրջանակներում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար Հայաստանը Եվրամիությունից միլիոնների ֆինանսական աջակցություն է ստացել։ Մասնավորապես միայն անցած տարի Եվրամիության հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ 43 միլիոն եվրոյի աջակցության պայմանագիր կնքեց։ Այդ գումարը պետք է օգներ, որպեսզի Հայաստանը նախապատրաստվեր Եվրամիության հետ քաղաքական ասոցացմանը եւ տնտեսական ինտեգրմանը։ Այժմ սակայն Հայաստանը լայնածավալ աշխատանքներ է կատարում իր օրենսդրությունը Մաքսային միությանը համապատասխանեցնելու համար։ Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ
Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալիս ենք, ու հետո գնում մյուսին ասում, ոչ ձեր մոտ ենք գալիս։ Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել։